Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք լորվա արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը Եվգենիա Ասատրյանն է, գինու բլոգեր եւ հոռեկա ոլորտի մասնագետ։ Ողջույն Եվգենիա։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Եվգենիա ջան, մենք քայլելու ենք ձեր արմատների հետքերով։ Ուր են տանում ձեր արմատները։ Իմ արմատները մորական կողմից տանում են դեպի Ռուսաստան, բայց հայրական կողմից տանում են դեպի Լորվա մարզ։ Քանի որ Հայաստանում ընդունված է ոնց որ հայրական կողմից, հա, ավելի շատ դա դիտարկենք, այսօր ոնց որ արմատների առումով դիտարկելու ենք այդ կողմը։ Պապիկս սպիտակից է, հենց սպիտակում են ծնվել, հետո տեղափոխվել են արդեն Կիրովական, հին տոմարով ասած։ Հին տոմարով, Վանաձոր։ Վանաձորը հիմիկվա այսօրվա լեզվով եւ արդեն 70-ականներին, 80-ականներին տեղափոխվել են Երևան։ Դուք ծնվել եք Երևանում։ Հա, հա։ Բայց լորի հետ կապը չեք կտրել։ Չէ, գնում ենք բարբերաբար, իհարկե, որովհետեւ դա նենց կապեր են։ Տուն ունեք, թե ոչ, պապական տունը, նու պապական ավելի շուտ պապիկի երևի կարելի այդպես ասել, բայց քանի որ արդեն sense արմատներով հայրիկս հա տեղափոխվեց այստեղ, արդեն ընտանիքը այստեղ ա կազմել, գործը այստեղ, արդեն ոնց որ ստեղ են էլի արմատավորվել Երևանում։ Բարի, մենք այսօր պատրաստելու ենք լորվա խաշընտուր։ Սա մի հետաքրքիր ճաշատեսակ է համային յուրահատուկ բազայով եւ ամենակարևորը, այո, խոզի մսով եւ ամենակարևորը այստեղ կա գինու առկայություն։ Այո։ Եվգենիան առանց գինու երևի թե ոչ մեկ չի պատկերացնում։ Այո, այո։ Ու երբ որ զանգահարեցի բաղադրատոմսը հարցնելու, մի անգամից որ ասացիք գինի, ասում եմ վերջ, ոնց կարող լիներ առանց գինու ասենք։ Այո, այո։ Ու զարմանալին է, որ ազգային ճաշատեսակ, որը որ պարունակում է գինու առկայությունը, այս դեպքում ունենք, եւ շատ հետաքրքիր համադրությամբ ճաշատեսակ է, որը այսօր բաղադրիչներ իհարկե քիչ հետո մենք հեռուստադիտողին կասենք եւ կանցնենք մեր բուն աշխատանքին։ Ես առաջարկում եմ ներկայացնել, թե ինչ է մեզ անհրաժեշտ խաշընտուր պատրաստելու համար։ Խաշընտուր ինչից է գալիս, հա, այսինքն խաշիր եւ տուր, շատ հեշտ է, այդ իրականում։ Իդեպ շատ գեղեցիկ բառ է խաշընտուրը։ Այո, խաշընտուր։ Այսինքն դա նենց չի մենակ օրինակ խաշընտուրը բնորոշել Լորվա մարզի համար, հա, տարբեր տարածաշրջանների համար։ Ոնց օրինակ խաշլամա բառը։ Հա, խաշլամա կամ խորոված, որտեղ ինքը խորոված մսով է, հա։ Ուրեմն մեզ այսօր դրա համար պետք է խոզի միս, որը մենք նախապես խաշել ենք, որ եթերային համար, բայց իրականում պետք է լինի չխաշված վիճակում եւ պետք է իրեն, քանի որ դափնու տերևի հետ միասին պետք է մենք հատուկ թանձրուկի մեջ եփենք։ Իրան ջրով առանձին եփում ենք, թանձրուկը մենք էսա կսարքենք, թանձրուկով արդեն մի փոքր սենց էլի խաշում ենք, մի 15-ից 20 րոպե։ Ուրեմն դե միսն է պետք հիմնական ինգրեդիենտներից համեմունքներից աղ բիբար, նաև աղացած ուրց հայկական, իդեպ ես ուրցը շատ եմ սիրում ամեն ինչի մեջ օգտագործել, ես համ իրան որպես թե եմ խմում, համ որպես համեմունք եմ օգտագործում, դափնու տերևը ըստ ցանկության պարտադիր չի, որտեղ նու հայկական խոհանոցում քիչ են օգտագործում։ Քիչ են օգտագործում, բայց այստեղ մի հատ հատկանշական կետ պետք է նշեմ, որ խոզի միսը, քանի որ ունի սպეციფիկ այո, իր համը պետք է կոտրել, դափնու տերևը այս դեպքում շատ կիրառական է։ Նաև մենք իրան էսա մի փոքր էլ որ խաշենք, խաշելու ենք սալորաչերով, դա էլ է նրա համար արվում, որպեսզի այդ թվային բազան ապահովելու համար։ Եվ հենց սոուսի, բուն սոուսի համար նույն համեմունքներն են պետք, մեզ պետք է թթվասեր, գինի, համեմունքներ եւ ուրեմն ձվի դեղնուց։ Երկու ձվի դեղնուց։ Այո, այո, երկու ձվի դեղնուց։ Եվ մի բան հիշեցնենք, որ կարմիր գինի պարտադիր չէ այս ուտեստի։ Այո, այո, պարտադիր այս ուտեստի համար պարտադիր կարմիր գինի։ Իսկ խոզի մսի հետ համադրելի է սպիտակը թե կարմիրը։ Այս ուտեստի հետ երկու դեպքն էլ կարա համադրվի, որովհետեւ միսը ինքը իրանով կարմիր միս է, որը շատ լավ համադրվում է կարմիր գինու հետ, բայց թեթև կարմիր գինու հետ, հա, շատ ծանր չլինի։ Խաղողի տեսակներ կարող եմ ասել, նո հայկականներից արենի սորտի ավելի նուրբ, ավելի նուրբ, այո։ Եվ քանի որ սոուսը արդեն իր սպիտակ է լինելու, արդեն շուտվանից նաև գինին ընտրում են ըստ սոուսի գույնի։ Քո միսը կարա օրինակ լինի կարմիր, սակայն եթե սոուսը սպիտակ է, իր հետ որևիցե գինի, բայց արդեն մարմնեղ սպիտակ գինի, հա, այսինքն կարող ենք ընտրել օրինակ, որից է կանգուն, կանգունը դա խաղողի սորտ է, հիմա ոչ մի գինի ստեղ կոնկրետ չասեմ, բայց խաղողների սորտով կարամ այսպես ուղղորդել։ Երկուսն էլ արդեն դա ոնց որ քիմքի հարց է։ Բարի, շնորհակալ եմ այս անդրադարձի համար, ես առաջարկում եմ ընդմիջել եւ հետո շարունակել։
Մենք վերադարձանք եւ այստեղ ունենք արդեն կաթսայով դրված ջուր, կտրատել եմ խոզի միսը եւ Եվգենիան կկտրատի մեր սոուսը։ Չէ, այսինքն սալորաչիրը եւս օգտագործելու ենք այստեղ։ Այո, այո։ Եվգենիա ջան, ես գիտեմ, որ դուք առաջին մասնակցությամբ դաշնակահար եք։ Այո, այո։ Ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Զբաղվել եք բացի հետագայում սիրողականից մասնագիտական օրինակ։ Այո, դասընթացներ եմ ունեցել, բենդում եմ նվագել, ստեղնաշարային որպես գործիք, հետո ճիշտն ասած կոնսը ավարտելուց հետո ոնց որ արդեն հոռեկա ոլորտը, հոռեկան էլ բաց են, կարող է շատերը չիմանան, դա հապավում է։ Հոթել, ռեստորան, կաֆե, այսինքն սպասարկման ոլորտ, հա։ Ուղղակի մենք սենց սովոր ենք իրան ասել հոռեկա։ Դե միջազգային տերմին է, բոլորի կողմից ընդունելի։ Իդեպ շատ հետաքրքիր պատմություն էր, որովհետև ես կոնսը երբ որ ավարտեցի, ոնց որ կոնսերվատորիային կպած մի հատ փոքրիկ կաֆե կար, մենք էլ միշտ այնտեղ ենք ընդմիջում անում։ Եվ մի օր այդ կաֆեի բարմենուհու հետ զրուցելիս ասացի, որ գիտես, ավարտական քննություններս են, հիմա չգիտեմ ինչ անեմ, առաջ գոնե գիտեի, տենց 3 ամիս պետք է սենց ոնց որ անգործ սպասեմ, մինչև դպրոցում իդեպ պետք է աշխատեի։ Մինչև այդ դպրոցից բացի որպես դասատուց։ Այո։ Եվ այդ բարմենուին ասում է, գիտես ոնց, նենց է ստացվել, որ ես հիմա մենակ եմ աշխատում, ինձ օգնություն է պետք։ Արդեն 11-րդ օրն է, ասում է մենակ եմ աշխատում, ու չեն կարողանում գտնենք նորմալ համապատասխան մարդ, կարող է գաս ինձ օգնես։ Ասեցի, ախր ես այս ոլորտից ընդհանրապես տեղյակ չեմ, էլի։ Նույնիսկ սուրճը իմ համար ինչ որ սենց կոֆե ապարատով սուրճ դնելը, իսկ ինչ վերաբերում է ռոմը, տարբերեմ վիսկից, ասեց ես քեզ սաղ կսովորացնեմ, ինքն էլ տենց աշխուժ, ակտիվ, ասեց 2 օրը մեզ լրիվ հերիքա, սաղ կսովորես, այդտեղ դժվար բան չկա։ Մի խոսքով այդպես եկա պրակտիկայի, 3-րդ օրը ինքը իր խոստումը կատարեց, ինքը 2 օրից սովորացրեց։ 3-րդ օրը ինքը ասեց գնամ խանութ գամ 15 րոպեով, գնում է խանութ, տես մոտավորապես 3 ժամ 15 րոպեով, այո։ Ու չի գալիս։ Ու բան, ես sense մտնում եմ, որ ոնց են երեխային գցում բասեին, ոնց կարում ես սակից դուրս արի։ Ուղղակի դե ինչ որտեղ բոլորը բարի մոտ ովքեր նստած էին, նույնպես հոռեկա ոլորտի աշխատակիցներ էին, բարմեններ էին, խորհուրդներ էին տալիս եւ այլն, բայց նենց դուրս եկավ հենց այդ առաջի օրվանից ոնց ինձ ընդունեցին։ Հետագայում այսպես ամեն ինչ զարգացավ, որpեսզի ես sense սկսնակ չլինեմ այդ ոլորտում, ես գնացի ընդունվեցի բարմենների ասոցիացիան ու ստացա արդեն ոնց որ իմ երկրորդ կրթությունն է, իդեպ նշեմ, որ մեր բարմենների ասոցիացիան ինքը միջազգային դիպլոմ է տալիս, այո, 55 եւ ավել երկրներում անցնում է, շատ գոհ եմ, իդեպ ու այդպես գնաց, այդտեղից արդեն ես խորացա իմ գինու դասերի մեջ, անցա բազմիցս մաստեր կլասներ, անցա բազմիցս առանձին ուսումներ գինու հետ կապված, խորացա նաև գինու ոլորտի մեջ ու առհասարակ ոնց որ սկսել եմ բարմենի օգնականից, մատուցողից ու հետո այդքան ինձ այս ոլորտը տարավ, որ գնալով բարձրացա։ Իսկ կապված աշխատանքի հետ, հա, քանի որ ասացիք, որ սիրել եք, այո, ուրեմն խոզի մսի վրա ջուրը լցնում ենք այնպես, որ կիսով չափ, հա, փակի խոզը, որտեվ եթե խոզի միսը իհարկե հում է, մենք իրան նախապես խաշել ենք արդեն։ Այո։ Ու մարմանդ կրակի վրա այսքանը այս քանակի համար, այո, հերիքալրի։ Երևի 2 դափնու տերևը բավական կլինի։ Ես ճիշտ ասած հատուկ սխտոր չեմ օգտագործում, գիտեմ, որ շատ ընդունված է, էլի խոհանոցներում տարբեր սխտոր օգտագործել, որտեղ սխտորն ու շատ է փակում, սենց համերը սիրում են, քին ծանոթ է, բայց որpիսի սենց ոնց որ այդ համերը մաքուր մնան, շատ սենց սխտորախեղճ չանենք, այսօր մեր մոտ սխտոր չկա։ Բայց դափնու տերևը այստեղ բավական է, այո, դա շատ լավ համեմունք է, ամեն ինչ կլուծի։ Բայց ասենք էլի ոնց որ պատրաստողի ընտրությունն է, եթե, չգիտեմ, 1 ատամ սխտոր ավելացնեք, եթե հանդիպման չեք եւ տանը։ Այո, ինչու ոչ։ Դիմացինին օգտակարը եւ հաճելին դիմացինին հերո պահելու համար կարող եք օգտագործել։ Մենք այստեղ ունենք արդեն դրված կաթսայի մեջ տաք ջուր, որի մեջ խոզի միսն է եւ սալորաչիրը ու 2 դափնու տերև։ Թողելու ենք իրեն, որպեսզի մի փոքր համայն այդ ամբողջականությունը ստանա, խառնուրդը եւ հետո կպատրաստենք սոուսը։ Հարգելի հերոստատիտող, մենք անցնում ենք թանձրուկի պատրաստմանը։ Եվ Եվգենիա ջան, միջև թանձրուկ ընթացքում դուք կասեք հերթականություն ինչպես ենք անելու, պետք է հետո միսը, երբ որ արդեն թանձրուկը պատրաստ կլինի, մի փոքր միսը եփել թանձրուկի մեջ։ Անպայման 15-ից 20 րոպե։ Քանի որ մենք անդրադարձենք նաև ձեր մասնագիտությանը,
Մենք բաց թողեցինք մի հատված, որն է ձեր մանկության համը, ազգային խոհանոցին է վերաբերում իհարկե։ Ազգային խոհանոցին ու իհարկե դա մսային, տատիկը, այո, դա կոտլետներն են։ Կոտլետ։ Թփով տոլման, հենց թփով, որտեվ տատիկս շատ էր, ինքը ճիշտ է, ոնց որ Ռուսաստանից էր ազգությամբ, բայց ինքը այդքան լավ է, մորական, այո, բայց արդեն ամուսնացել է ոնց որ հայի հետ, հա, ու այդքան լավ հայ հարս էր, չեք պատկերացնում, ինքը այդ բոլոր հայկական ուտեստներին տիրապետում էր, դե իհարկե բորշ էլ, ասենք ֆանտաստիկ բորշ է ինքը միշտ պատրաստել, դա էլ է մանկության համերի մեջ մտնում, այսինքն մանկության համ եւ տատիկի խոհանոց իմ համար դա զուգակցված է։ Այո, ինչքան էլ մենք չգնանք դեպի այդ, չգիտեմ, ինչ որ Միշլենյան ռեստորաններ, դա էլ ամեն ինչ պետք է, բայց այն որ մեկ-մեկ ոնց է, չէ, ուզում եմ բորշ ուտեսեմ, որ չգիտեմ, կամ ջրիկ ճաշերի օրկաց։ Այո, ջրիկ ճաշ, այդ տենց։ Հիմնական երևի այդ երեք բանը, որ կարամ ասեմ, դա տոլմանա, բորշն է ու կոտլետը։ Բարի, հիմա ինձ ասա Եվգենիա ջան, հերթականությամբ ինչ եմ խառնելու։ Հիմա մենք ուրեմն թթվասերից սկսենք, հա, սկզբից թթվասերը ավելացնենք ենք թթվասերը։ Կարող է ձուն թթվասերը հետ խառնենք ու ավելացնենք, հա։ Եկեք, այո, որտեղ իրանք պետքա ոնց որ միասեռ զանգված։ Այո, որովհետև ձուն քանի որ ամեն դեպքում ունի այդ խնդիրը, որ ինքը կարող է օրինակ ձվածեղ դառնալ։ Այո։ Դրա համար լավ է ընդհանրապես այլ նյութով բացել, այս դեպքում մեզ մոտ թթվասերն է։ Ինչպես նաև ես հիմա կավելացնեմ ուրցը, հա, որտեղ ուրցն էլ չէ, ինքը պետքա մի փոքր սենց համային բազան ամբողջությամբ տա, հա։ Եվգենիա ջան, դուք հիմա զբաղվում եք սպասարկման ոլորտում, հորեկա ոլորտում եւ բացի դրանից գինու բլոգեր եք։ Այո։ Շատ տարօրինակ հասկացողություն է շատերի համար գինու բլոգեր հասկացողությունը, որովհետև ամեն ինչի բլոգեր լսել ենք, բայց հայկական TikTok հարթակում հենց որ մենք տեսնում ենք, հասկանում ենք, որ այո, կա այդպիսի բան եւ Եվգենիան է։ Ուսումնասիրություններ արեցի եւ հասկացա, որ նման բան չկա, այդ ուսուցողական, հա, ավելի շատ։ Հետո ոնց սկսվեց։ Ուրեմն ես միշտ մենյուն ես եմ wine list-ը, այսինքն գինու մենյուն ես եմ գրում, հա, եւ այլն, ու բացի նրանից, որ ես մենյու եմ գրում, ես մատուցողներին տրեյնինգ եմ անում։ Այնպես է ստացվել, որ անդադ նույն բանը պատմում եմ ու մի հատ շատ հին մատուցող ունենք, որ իմ հետ գրեթե 5 տարի աշխատել է, ասեց դու չես հոգնել այս ամեն ինչը կրկնելուց անընդհատ։ Ասեց ավելի լավ չի, մի հատ վիդեո անես, ասենք այդ վիդեոն, որ ոչ քո ժամանակը գնա, ոչ պայմանավորվես ինչ որ մի հատ մատուցող այդ օրը չգա, եւ այլն, ավելի լավ չի դու ձայնագրես այդ վիդեոն։ Տենց ուղարկես, ասում եմ, բայց այդ դեպքում էլ ես չեմ կարա հետևեմ, նայեցին, չնայեցին, ասում եմ կարճ արա։ Մի ժամանոց մի արա կարճ։ Այտենց մի հատ ուրիշ կրեատիվ ժողովուրդ ինձ խորհրդվեց, ասեց կարող է այս վիդեոն գցես տենց on-line միշտ լինի, էլ չուղարկես ու իսկապես շատ պատահական ոնց որ բոլորս էլ դե վարում ենք, չէ, մեր Instagram-ները, հա, շուտվանից ունենք։ Փորձեցի post-ել ու հասկացա, որ այդ երևի եղել է միակ վիդեոն, չմոռա, եկեք, հա, սենց անենք։ Ես մի փոքր հիմա գինի էլ կավելացնեմ, հա։ Ինձ թվում է 2 ճաշի գտալ, այսպես։ Նորմալ է, գինին որտեղ կա, դա պետք է թափվի։ Ասում եմ ծեսի մի մասը, չէ, թափված գինի։ Այդպես Նախկինում հայտնի բան հեղման ծեսերին առնչվող թեմա է սա, այնպես որ նորմալ էր։ Այդպես ոնց որ հրապարակեցի հասկացա որ բավականին մարդ դա լավ են շեյրանում, այո, բավականին դիտումներ եւ այլն, հետո իհարկե այդ ամենին ավելացրեցի էսթետիկա, այսինքն որ դա լինի պրոֆեսիոնալ նկարահանում, իհարկե ունեմ նաեւ հեռախոսով էլ նկարած ինչ որ բաներ, երբ որ շատ հրատապ է, բայց հիմնականում Տենց փորձում նաև էսթետիզմի վրա էլ աշխատել, չէ որ հիմա բոլորս, գրեթե բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ինչ-որ մասնագիտություն, իրանք դրա մասին հաղորդում են իրանց սոցցանցերի միջոցով։ Ինչու ոչ։ Եթե դա կոպիտ ասած անվճար տրվել է։ Ինչքան մենք ունենք օրինակ բժիշկ, որոնք խոսում են իրանց բժշկությունից, beauty բլոգերներ, ովքեր ունեն իրանց սալոնը եւ խոսում են, չգիտեմ, գեղեցկությունից։ Հիմա ամեն ինչից խոսում են, եթե անկեղծ։ Հոգեբաններ եւ այլն։ Ես էլ դե իսկապես ամեն օր այդ նույն բանը ես պատմում էի մատուցողին, չգիտեմ, բարմենին, որոշեցի նաեւ պատմել sense line հասարակությանը։ Հիմա քանի հետևորդ ունեք։ 10,000-ը չի անցել, դա TikTok-ում, հա, TikTok-ի հարթակում, Instagram-ում մոտ մի 6,000 է, բայց դե իրականում վաղուց չէ սկսել։ Հա, բլոգը մոտավորապես 1.5 տարի է։ Կարծում եմ այդ բլոգի ֆորմատով։ Կարծում եմ նորմալ է։ Այո։ Նու ամեն դեպքում հիմա ոնց է, չէ, ինչքան ոնց որ ավելի թեթև սոլիկ է կոնտենտը, այդքան ավելի շատ բան է, չէ, բայց շատ անկեղծ է, բայց կա այդպիսի տենդենս, թեթև
սոլիկ հումորային, ավելի շատ մարդկանց դուր է գալիս այդպես թեթև ինչ որ հումորային կոնտենտը եւ այլն, ես դա եւս զգացել եմ, որովհետեւ երբ որ դու ինչ որ գիտական ուղղվածությամբ կամ ինչ որ բան բլոգ ես վարում, պետք է փորձես մատուցել դա ամեն դեպքում էլի այդ կոնտենտին համապատասխան թեթևության մեջ, որովհետեւ չգիտեմ ինչի մարդիկ լսարանում ընդունում են թեթևությունը եւ կարճ ինֆորմացիաները։ Այո, ինչքան կարճ։ Մեկ ժամանոց գիտական թեզ կարող է լինի քո հաղորդաշարը չնայեն մարդիկ ու մեկ րոպեանոց մի հատ բարևը այդպես ինչ որ արևութային նայեն հազարավոր դիտումներ։ Բայց դրա պլյուսը որն է, Վայ ջան, նաեւ ասեմ, որ շատ իմ համար շատ ուրախալի է այն փաստը, որ ինձ նայում են, քանի որ նեղ է, հա, իմ թեման, ինձ նայում են հենց այդ նեղ մասնագիտության մարդիկ։ Այսինքն իմ հետևորդները գինու энտուզիաստներն են, գինի սիրողները, մատուցողները, հոռեկա ոլորտի աշխատողները, ռեստորանտորները, այո, եւ գինու սիրահարները։ Գինու սիրահարները, հա, իհարկե, ես իմ թիրախը գտել եմ, իրանք էլ ինձ են գտել։ Այդ շատ ուրախ։ Միանշանակ դա շատ դժվար է եւ շատ լավ է որ գտել եք։ Օրինակ շատ եմ ուրախանում, երբ գնում եմ ինչ-որ տեղ, իդեպ այս վերջերս էլի Երևանից դուրս է եղել։ Գինու Եվգենիա։ Չէ, ասում են, բան, հենց մատուցողներ, օ, էս են աղջիկն է, չէ, դուք այն աղջիկն եք, որ մենք ձեզ հետևում ենք, այնպես լավ բաներ եք գինուց պատմում, օրինակ, չգիտեմ, մեզ այդքան ստեղ չեն սովորացնում, մենք ձեր վիդեոներն ենք իրար ուղարկում, ձեզնով ենք սովորում։ Դե եկեք մի երկու հետաքրքիր բան էլ մեզ պատմեք։ Հա, սիրով։ Բայց այնպեսի բան, որ հեռուստադիտողը շատ քիչ լսած լինի, քիչ տոկոսը լինի հայտնի այդ ինֆորմացիայի։ Եկեք աղբի բառն էլ ավելացնենք։ Հետաքրքիր տարբերակ ինչ կառաջարկի գինու պատմության հետ կապված կամ այժմեական գինու սպասարկման հետ կապված։ Անպայման խորհուրդ կտամ խմել հայկականը, ինչն է շատ հետաքրքիր, խորհրդանշական, մանավանդ այս վերջերս էլ մասնակցեցի Զատիկ ֆեստին, հա, որը երրորդյա ասենց հետաքրքիր միջոցառում էր, որտեղ էլի կրկին եւ կրկին ծանոթացա հետաքրքիր գինեգործների հետ, այդքան ինձ թվում է ես տեղյակ եմ, բայց մեկը նոր բաներ միշտ կա պեղելու, ես պատկերացնում ինչքան նոր բաներ կարա այտենց պեղի ոչ գինու մեջ այդքան խորացած մարդ, այսինքն ես խորհուրդ կտամ խմել հայկականը ու բացահայտել հայկականը, շատ տենց Ինչով է առանձնանում հայկականը։ Նրանով որ իհարկե բացենք ճակերտները։ Նախ նրանով որ 10 տարվա ընթացքում մեր հայկական գինեգործությունը շատ ուժեղ աճ ապրեց, վերելք ապրեց, ես դա կոչվում եմ գինու վերածնունդ, շատ հետաքրքիր է այդ փաստը, որ մենք մոտավորապես 20 տարի առաջ ունենք 3-ից 5 գինեգործարան ու արտադրող գինեգործ, հիմա մենք ունենք 250-ից ավել, պատկերացնում եք, տարբեր ոճային մոտեցումներով, գարաժիստներ ունենք, մարդիկ ովքեր ընտանեկան փոքրիկ բուտիկային գինի են արտադրում, որը չես կարող խանութում գտնել։ Ես մի տերմինը չհասկացա, գարաժիստը ինչ է։ Գարաժիստը, նու դա շատ կոպիտ ասած այն մարդն է, ով հենց գինին սարքում է իր գարաժում։ Հա, գարաժիստ։ Ես անկեղծ մտածեցի, որ նոր տերմին է։ Հա, բայց իրոք տերմին է։ Ես գարաժի մասը հասկացա, բայց ասեցի կարող է ինչ-որ ուրիշ տերմին է։ Հա, ներքին նկուղներում փակող գինիներն։ Ինքը իր տանկից հիմնականում ոնց որ սարքում է փոքրիկ գինեգործարան, ասենց մինի գինեգործարան, դա տնական գինի չի, պետք չի շփոթել, այդ շատ կարևոր է։ Այսինքն տնական գինին դու կարաս սենց, այո, լրիվ պրոֆեսիոնալ սենց տեխնիկայով, նույնիսկ միկրոլաբորատորիաներով, շատ հետաքրքիր գարաժներում եմ եղել, այն որ մտել ապշել եմ, ինչքան պերֆեկցիոնիզմով է այդ ամեն ինչը շարած, ինչ մաքուր ամեն ինչ, չգիտեմ, նույնիսկ հոսանքն է վերահսկվում, ջերմաստիճանն է վերահսկվում, եւ ինքը իր գարաժում իրավունք ունի ոնց որ ստեղծագործելու այն գինին, որը ինքն է ուզում։ Այսինքն դա ոչ թե մեծ լայն ոնց որ սպառողին համար հասանելի գինի է, բայց ամեն դեպքում լիցենզիա պետք է։ Իհարկե։ Նշենք դա, որտեղ ալկոհոլային խմիչքները լաբորատորիա անցած, հա, ես ոնց նշեցի, որոշ գարաժիստներ ունեն իրենց միկրոլաբորատորիաները, բայց որոշները չունեն եւ տալիս են լաբորատորիաներ, մենք ունենք շատ լավ լաբորատորիաներ, որտեղ արդեն փորձաքննության է անցվում։ Գինին ոնց որ ենթարկվում է փորձաքննության, ալկոհոլ, ինչ որ մեջ է պարունակող նյութեր եւ այլն, ու քեզ sense քո անալիզը պատրաստի տալիս են։ Գինու հետ կապված այլ ազգերի մոտ հետաքրքիր ինչ ծեսեր եք այս ընթացքում բացահայտել։ Հայկական ծեսերին, քանի որ ծանոթ եմ գինու հետ կապված, հա,
Այ դրանցից մեկը նշեցինք հեղման ծեսը, որը ամենատարածվածներից մեկն էր, գինին խմել եւ այդ նույն թափելու ծեսը, որը հենց ինքնըստինքյան ներկայացնում էր զոհաբերության ճակերտավոր գաղափարը։ Ինչ հետաքրքիր ծես կա այլ ազգիների մոտ գինու հետ կապված։ Եվ որ ազգն է ավելի շատ գինի սիրում վայելել։ Իհարկե, դա իտալացիներն են եւ ֆրանսիացիները։ Ֆրանսիան առհասարակ իմ համար դա բազմապատկման աղյուսակն է, ոնց որ գինու մեջ։ Դա մի ազգ է, որ բոլորը խմում են գինի։ Այսինքն այն ազգը, որը գինիով կենաց ասում, այո, լանչի ժամանակ, առիթների ժամանակ կենաց ասում են գինիով եւ դա հենց այդ ազգերն է, հա, երկու հիմնական ահռելի, որ կարելի է իրենց համարել հենց գինու հայրենիք։ Այո։ Ուրեմն դե վերջերս Իտալիան շատ հետաքրքիր տոնախմբություններ հա մցրեց, իրանք տոնում են իրենց ազգային խաղողների օրերը։ Օրինակ մեր ազգային խաղողը, որ մեր վիզիտ քարտն է, հա, մեր այցեքարտն է, Արենին է, կամ թեկուզ ոսկե հատը սպիտակներից։ Ինչու չմիացտեղծել դրանց համապատասխան տոն։ Արդեն կարծես 3 կամ 5 տարի է շարունակ Արենիում Արենի փառատոն է լինում գինու, որտեղ հիմնականում ռոպագանդա, այսինքն հանրահրճակումը գնում է դեպի Արենի խաղողի սորտը, հատկապես թռչունների քարանձավի պեղումների արդյունքում բացահայտված հնությունը Արենի սորտի հետ կապված, հա, 4000-ից կարծեմ 5000 տարեկան հնություն ունեցող, հա, մոտավոր սկզբունքով, դա էլ ավելի տվեց այն փաստը, որ գինու հայրենիք հանդիսանում ենք նաև մենք, հնամենի հայրենիքներից մեկը։ Իհարկե տարածաշրջանը Կովկասը եւս գինիով հայտնի է, եւ շատ հետաքրքիր ծեսեր կար կապված գինու հետ։ Օրինակ դրանցից մեկն է ուզում հիմա փաստել, գինու շաղախման ծեսից առաջ ոտքերը հատուկ մաքրվում էր մոխիրի միջոցով, որովհետև մոխիրը անտիսեպտիկ միջոց էր հանդիսանում եւ ոտքերը այրված եւ սառը մոխիրի մեջ էին դնում, հետո նոր գնում էին շաղախման այդ ամբողջական երևույթը իրականացնելու, այո։ Հիմնականում շաղախող մասը, հա, տղաներն էին։ Եվ այստեղ պետք է փաստել, որ տղաների ոտքը սրբազան մարմին է հայկական այսպես ավանդազրույցներում, իսկ կանանց դեպքում ձեռքն է, որովհետև խմորը շաղախելը, տանը հաց պատրաստելը եւ այլն process-ներ իրականացվում են կնոջ ձեռքի օգնությամբ։ Մենք ունենք նաեւ տղամարդու հետ կապված այդ ծիսական շարքերից, օրինակ արիշտայի խմորի շաղախումը, որը եւս ծիսական փուլ է անցնում, եւս տղամարդիկ ոտքով են սա անում։ Եվ հենց այնպես չի, որ այդպես հենց տղամարդիկ են անում, ոչ թե կանայք կամ կանայք են անում։ Կանայք արել են այն դեպքում, երբ որ եղել է հատուկ նվիրաբերական օրինակ տոնի եւ միայն հատուկ ընտրյալ աղջիկներ, ովքեր որ դերատի էին, հա, եւ իրենք կարող էին որպես մաքուր եւ անաղարտ աղջիկներ խաղողի այդ ամբողջ գաղափարին մոտենալ, որտեվ գինին ինքը աստվածների խմիչք էր համարվում։ Եվ բոլորը չէին կարող ուղղակի այդպես խմել։ Բարձր դասի խմիչքներ եւ աստվածների զոհաբերման այդ կենարար հյութը։ Եկես ձեր ասածներից ինչ եզրահանգման կարող են գալ, որ դա հենց եղել է մեր ազգայինը։ Մենք դա պաշտել ենք, ինչպես օրինակ Հնդկաստանում թեյն է, հա, որտեվ նույն տիպի թեյա հավաքն է, հա, կատարվում, նույն այդ կրիտերիաներին համապատասխանող աղջիկներ պետք է լինեն եւ այլն եւ այլն։ Եվ ինչքանա դա ասենց գնալով մոռացության մատնվել, տարբեր ինչ որ ազդեցությունների պատճառով, նու ամենավերջինը երևի Սովետ միությունն է եղել, որովհետեւ այնտեղ ոնց որ գինու առավելությունը Վրաստանին էր։ Այդպես, սակայն ինչ լավ է, որ մենք արդեն դա կարողանում ենք վերհիշել ու այդ նույն տոնախմբությունների կարելի է վերածել, հա, այդ նույն ծեսերը։ Ամեն դեպքում շատ հաճելի է այդ պահը, որ այսպես մենք այդ վերածնունդը ապրում ենք ու կարծում եմ շուտով մեր բոլոր այս մտքերը այսօր այստեղ հնչած կիրականանան, այո։ Բարի, սոուսը քանի որ մեզ մոտ պատրաստ է, միսը ավելացնել այս զանգվածին։ Այո, մի փոքր հիմա տակը կրակ վառենք։ Եվ այսպես ոնց որ հիմա պետքա միսը եւ սոուսը այո, ավելացնել այդտեղ։ Իրար սիրեն, այո։ Իրար սիրեն լավներ։ Ես այստեղ չրերն էլ բերեմ, թե չիր չենք ավելացնել։ Կարող ենք, մի փոքր կարող ենք, իհարկե։ Նայեք չրերը ինչ հետաքրքիր գույն են տվել։ Այո, այսպես խոզի միսը արդեն պատրաստ, շոքե խաշված վիճակում տեղափոխում ենք սոուսի մեջ եւ մեր խաշընտուրը քիչ հետո արդեն երբ որ կանցնի թանձրուկի մեջ ջերմային մշակում, արդեն պատրաստ կլինի մատուցումը։ Այո, այո։ Ես այստեղ ավելացրեցի ամբողջ միսը։ Չրերից իհարկե մի քանի հատ եմ տեղադրել։ Մի փոքր էլ երևի այս բուլյոնից էլ կարելի է, իհարկե։ Հյութից կավելացնեմ։
Ինձ թվում է բավական է։ Всё, ես sense։ Աղ չենք անելու էլ, եթե հասկանանք իհարկե աղի մեջ, հա, մենք հանձրուկի մեջ էլ աղ ավելացրեցինք։ Հա, հետո աղը առանձին, չգիտեմ, արդեն դրվում է սեղանին, այո, էլի։ Ես այսպես իրեն հանձրուկով պատեմ, թող մի քանի րոպե եւս տաքանա հանձրուկի մեջ։ 15 րոպե եւ արդեն ինքը պատրաստ է մատուցմանը, այո։ Կհանդիպենք, երբ արդեն պատրաստ կլինի մատուցմանը։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք։ Ես չգիտեմ ինչպես նկարագրեմ այստեղի բույրը, գինի, ուրց, դափնու տերև։ Պատկերացրեք ինչպեսի համադրություն հետաքրքիր բույր կա այստեղ լցված։ Ու ինչքան հեշտ ինգրեդիենտներ։ Այո, եւ շատ հետաքրքիր ու հեշտ ստացվող ճաշատեսակ է։ Ես առաջարկում եմ փորձել։ Այո, փորձենք, եւ համի գախնիկը ասել։ Տեսնենք ստացվել է ինչ-որ բան։ Ես մի բան ասեմ, ես քանի որ սկզբից ասացի, որ ես խաշած խոզի միս չեմ կարողանում ուտել եւ չեմ սիրում։ Սա խոզի միս չէր։ Հա, ամբողջությամբ խոզի մսի համը կոտրել է։ Թանձրուկը շատ հետաքրքիր համադրություն ունի, քաղցրություն, ուրցի յուրատուկ նրբություն եւ եթերային թթվասերի թեթևություն կա իր մեջ։ Այնպես որ շնորհակալ եմ այս հետաքրքիր ճաշատեսակի Բաղադրատոմսի համար եւ քո արմատների հետքերով քայլելու համար։ Մենք այսօր պատրաստել ենք լորվա խաշընտուր։ Շնորհակալ եմ Եվգենիա ջան։ Ես եմ շատ շնորհակալ, շատ հաճելի էր։ Փոխադարձ։ Կհանդիպենք։ Կհանդիպենք։ Լորվա խոհանոցից խաշընտուրը մի յուրահատուկ ճաշատեսակ էր յուրահատուկ նրբությամբ։ Եվգենիայի հետ պատրաստեցինք իմանալով նաև գինու գաղտնիքները։ Դե ինչ ձեզ հետ էր Վահե Սեման։ Կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, տեր կենթանին։